Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ, երկու բալիկների մայր և Babybox Armenia մոր և մանկան պրոյեկտի հիմնադիր։ Մեր պրոյեկտի շրջանակներում մենք օգնում ենք հղիներին հեշտարակ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար նախատեսված ծննդատան պայուսակներ և օգնելով հետծննդաբերական շրջանում տանը։ Եվ դուք դիտում եք մոր և մանկան մասին մեր հերթական հաղորդումը։ Այսօրվա հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք շատ հետաքրքիր, բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր թեմայի մասին, որը չեն կարող շրջանցել ոչ մի ծնողներ, խոսելու ենք ատամիկների դուրս գալու մասին։ Ատամիկների ձգտումը շատ կարևոր ֆիզիոլոգիական շրջան է երեխայի կյանքում։ Եվ այդ ժամանակ մենք պետք է օգնենք մեր բալիկին անցնել այդ փուլը հեշտ և հանգիստ։ Ինչ է տեղի ունենում երեխայի օրգանիզմում, երբ նա մոտենում է 4-ից 8 ամսեկանի։ Այդ շրջանում երեխայի լնդիկներում ձևավորվում են նոր բջիջներ, որոնք ստեղծում են երեխայի ատամների պսակը, եւ այդ շրջանում մենք արդեն կարող ենք նկատել երեխայի առաջին ատամիկը։ Սովորաբար դա տեղի է ունենում 6 ամսեկանում, բայց 2 ամիսը դա նորմալ տատանում է, կարող է լինել 4 ամսեկանում, կարող է լինել 8 ամսեկանում, բայց առաջին ատամիկը մոտավոր այդ շրջանում է դուրս գալիս երեխայի մոտ։ Սակայն լինում են դեպքեր, երբ բալիկները ծնվում են արդեն իսկ 1 ատամիկով, կամ 1 ամսվա ընթացքում նորածնային շրջանում երեխայի մոտ կարող ենք նկատել, որ դուրս է գալիս 1 ատամիկ։ Դա կոչվում է նեոնատալ կամ նատալ ատամիկներ, եւ դա պայմանավորված է ըստ բժիշկների գենետիկ գործոնի հետ, այսինքն ըստ գենետիկայի կարող է ժառանգաբար փոխանցվել դա, եւ հնարավոր է, որ ատամնային բորբոջը ձևավորված լինի լնդի վերին շրջանում, ավելի բարձր դիրքերում, դրա հետևանքով ատամիկը կարող է դուրս գալ շատ վաղ շրջանում։ Դա լինում է շատ հազվադեպ, մոտավորապես 2000 նորածնից մեկի մոտ կարող է տեղի ունենալ։ Եվ այդ ժամանակ մենք պետք է անպայման դիմենք բժշկի, բժիշկը, նեոնատոլոգը կամ մանկական ստամատոլոգն է որոշում հետագայում ինչ պետք է արվի։ Շատ դեպքերում այդ ատամիկի արմատը ամուր չէ եւ ատամիկը կարող է շարժվել, դրա հետևանքով կարող է ընկնել եւ երեխան կարող է դա կուլ տալ կամ շնչափողի մեջ կարող է ատամիկը ընկնել։ Դրա հետ կապված որոշում են կայացնում արդյոք հեռացնելու են ատամիկը, թե պարզապես իրեն հղկելու են վերին շրջանը, որպեսզի ատամիկը շատ սուր չլինի եւ մայրիկին ցավ չպատճառի կերակրման ժամանակ։ Եթե ատամիկը ցավ չի պատճառում կերակրման ժամանակ եւ չի խանգարում երեխայի սնվելուն, այդ դեպքում ատամիկը պահպանվում է կամ հեռացվում է մյուս դեպքում, որը ես արդեն նշեցի։ Եկեք հիմա խոսենք, թե որ ժամկետներում են դուրս գալիս ատամները, ըստ իրենց դիրքերի։ Առաջինը դուրս են գալիս առաջային կտրիչները, ստորին ծնոտի վրա։ Մենք նկատում ենք այդ գեղեցիկ 2 ատամիկները, որոնք որ ձևավորում են մեր բալիկի գեղեցիկ ժպիտը եւ երեխայի դեմքը լիովին փոխվում է, երբ մենք նկատում ենք այդ ատամիկները։ Դա տեղի է ունենում, ինչպես ես նշեցի, մոտավորապես 6 ամսեկանում, 4-ից 8 ամսեկանում կարող են դուրս գալ։ Տատանվում է ամեն երեխայի մոտ այդ ժամանակաշրջանը, քանի որ ինդիվիդուալ է, ամեն երեխայի մոտ տարբեր է լինում։ Եթե երեխայի առաջին ատամիկը դուրս չի եկել մինչև 12 ամսեկան, այդ դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի հասկանանք, թե ինչումն է խնդիրը։ Այնուհետև դուրս են գալիս վերին դիմային կտրիչները։ Դա տեղի ունենում մոտավորապես 8-ից 12 ամսեկանի շրջանում։ Այնուհետև երեխայի մոտ 9-ից 13 ամսեկանում դուրս են գալիս կողային կտրիչները։ 13-ից 19 ամսեկանում բալիկի մոտ դուրս են գալիս առաջային աղորիկները, այսինքն մեզ բոլորին ավելի ծանոթ սեղան ատամները։ Ժանիկները երեխայի մոտ դուրս են գալիս 16-ից 22 ամսեկանում։ Երկրորդային աղորիկները երեխայի մոտ դուրս են գալիս 25-ից 33 ամսեկանում։ Մինչև 3 տարեկանը երեխայի մոտ արդեն 20 ատամիկ պետք է լինի, կաթնատամիկ պետք է լինի, եւ եթե դուք նկատում եք, որ շատ ուշանում է երեխայի ատամների ձգտումը, այդ դեպքում անպայման դիմեք մանկաբուժի եւ հասկացեք, թե ինչում է խնդիրը։ Եկեք հասկանանք, թե ինչ նշաններ են լինում երեխայի ատամների ձգտման ժամանակ։
Առաջինը եւ շատ պարզը դա երեխայի թքարտադրության ուժեղացումն է։ Թքարտադրության բարձրացման հետ կապված մենք կարող ենք նկատել, որ երեխայի մոտ լուծ է, բայց դա նորմալ է։ Երեխայի մոտ կարող է բարձրանալ նաեւ ջերմությունը, բայց այստեղ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, թե որքան է բարձրանում երեխայի ջերմությունը։ Մինչեւ 38 աստիճան, 38.5 աստիճանը դա նորմալ է եւ ատամների ձգտման բնորոշ ջերմաստիճան է։ Եթե երեխայի ջերմությունը բարձրանում է շատ բարձր սանդղակի վրա, այսինքն 39.5 ու բարձր 40 աստիճան է, այստեղ մենք պետք է հասկանանք, որ հնարավոր է երեխայի մոտ ատամների ձգտումը նաև զուգորդվում է որևէ ռեսպիրատոր հիվանդության հետ եւ անհապաղ մենք պետք է դիմենք բժշկի։ Երեխայի ջերմությունը ատամների ձգտման ժամանակ բավականին կարճ է տևում, այսինքն մի քանի օր է։ Եթե երկարում է այդ շրջանը, այդ դեպքում եւս պարտադիր պետք է դիմենք բժշկի։ Քթահոսություն կարող ենք նկատել երեխայի մոտ, դա նորմալ է, բայց եւս պետք է ուշադրություն դարձնենք արտադրության գույնին, եթե նկատում ենք փոփոխություն, վատ հոտ, այդ դեպքում եւս դիմում ենք բժշկի, որովհետեւ եւս կարող է որևէ զուգակցող հիվանդություն լինի երեխայի մոտ։ Լնդիկները կարող են երեխայի մոտ կարմրել, երբ արդեն ատամիկը բարձրանում է վերին դիրքեր եւ պետք է դուրս գա, մենք նկատում ենք սպիտակ կետ, դա մեր ապագա ատամիկն է։ Երեխայի մոտ կարող են լնդերը նաեւ որոշ չափով ուռել եւ երեխայի մոտ կարող է լինել իհարկե նաեւ ցավ լնդերի շրջանում, այն հատվածում, որտեղ դուրս է գալու մեր ապագա ատամիկը, եւ այստեղ մենք պարտադիր պետք է երեխային օգնենք։ Նաեւ երեխայի մոտ լինում են դեպքեր, երբ երեխան մի քիչ ավելի զգայուն է, լացկան է դառնում եւ հիմնականում դա մենք ավելի շատ նկատում ենք գիշերային ժամերին։ Եկեք հիմա հասկանանք, թե ինչու է դա տեղի ունենում անմիջապես գիշերը։ Գիշերվա ժամերին, երբ երեխան պարկած դիրքում է լինում, արյան հոսքը դեպի լնդեր ուժեղանում է եւ դրա հետ մեկտեղ լնդային ցավերը ավելի ինտենսիվանում են։ Նաեւ այն ժամանակ, երբ տան մեջ լռություն է, լիարժեք լռության ժամանակ երեխան ավելի զգայուն է լինում եւ ավելի շատ կարող է նկատել իր ցավի մասին, ուստի գիշերվա ժամերը բավականին բարդ են ծնողների համար, բայց պետք է հասկանանք, թե ինչպես ենք օգնում երեխային։ Երբ երեխաների ատամիկների ձգտման շրջանը մոտենում, մենք ավելի ուշադիր պետք է լինենք երեխային, անընդհատ նայենք բերանի խոռոչը, հասկանալու համար արդյոք երեխայի ատամիկի պատճառով է երեխան ավելի անհանգիստ եւ օգնում ենք մեր բալիկին։ Առաջինը պետք է հասկանալ, եթե կարմրած է արդեն լինդը, երբ մենք հասկանում ենք, որ դա է պատճառը, մենք սկսում ենք մերսել այն հատվածը, որտեղ նկատում ենք կարմրություն։ Նաև ըստ այն ժամանակահատվածի, որը ես նախկինում նշեցի, մենք հասկանում ենք, թե որ հատվածը պետք է մերսենք։ Հատուկ միջոցներ կա դրա համար։ Առաջինը ձեզ ուզում եմ ցույց տալ այսպիսի մի խոզանակ, որը հագցվում է մայրիկի մատիկին եւ մայրիկը մերսում է այդ հատվածը։ Եթե դուք չունեք այսպիսի խոզանակ, պարզապես մատով կարող եք մերսել, իհարկե շատ մաքուր ձեռքերով, մերսում ենք այդ հատվածը։ Գոյություն ունեն նաեւ հատուկ այսպիսի խաղալիքներ։ Մենք շատ ենք նկատում, որ այդ շրջանում երեխան ամեն ինչ փորձում է դնել իր բերանը։ Խաղալիքները, իր հագուստը կարող է նաև դնել բերանը, եւ այդ ժամանակ մենք անմիջապես պետք է ձեռք բերենք այսպիսի խաղալիքներ, իրենք ժողովրդի մեջ կոչվում են կրծիչներ։ Հետաքրքիր է, բայց այսպես են կոչվում։ Գոյություն ունեն տարբեր տեսակներ։ Կան տարբերակներ, որոնց մեջ լցված է ջուր, դա ինչի համար է արվում։ Մենք այս խաղալիքը նախապես դնում ենք սառնարանը, որպեսզի որոշ չափով սառի այդ խաղալիքը, երբ երեխան դնի բերանը եւ փորձի ծամել այն, երեխային ավելի հանգստացնի այդ սառնությունը, այդ ցավի սինդրոմը ավելի հանգստացնի։ Բայց պետք է հաշվի առնեք, որ այս խաղալիքները դնում ենք անմիջապես սառնարանը, ոչ թե սառցարանը, որպեսզի սառույց չդառնա եւ երեխային մենք չվնասենք։ Կարող ենք ընտրել սովորական խաղալիքներ, որոնք ավելի ռետինային են եւ երեխան եւս կարող է իրենցով հանգստացնել իրեն։
Գոյություն ունեն նաև այսպիսի տարբերակներ, թաթիկներ, երեխայի ձեռքին ենք հագցնում եւ երեխան անընդհատ կարող է ձեռքը բերանը տանել, այս հատվածը, այսինքն եզրային հատվածը ռետինե է եւ եւս երեխան կարող է խաղալ, ծամել, հանգստանալ։ Նաև կարող ենք երեխային օգնել հետեւյալ կերպ, գոյություն ունեն տարբեր նիբլերներ, այսպիսի հետաքրքիր սարք է, որի մեջ մենք դնում ենք մրգեր, ներսը տեղադրում ենք սառը միրգ, դա կարող է լինել խնձոր, բանան, որևէ այլ միրգ, որը նախապես մենք դնում ենք սառնարանում, սառելու նպատակով, եւ երեխան ուտելու ժամանակ այս վերևի հատվածում անցքեր կան։ Երեխան համ սնվում է, համ դրա հետ մեկտեղ ռետինե այս հատվածը, երեխայի լնդիկներն են մերսվում եւ սառելու հետ մեկտեղ լնդերի ցավազրկում է տեղի ունենում։ Այսպես մենք կօգնենք մեր բալիկին մեղմացնել ցավային սինդրոմը։ Բայց շատ դեպքերում, իհարկե դա ինդիվիդուալ է, երեխաներ են լինում, որոնց մոտ ցավային սինդրոմը շատ ուժեղ է լինում, եւ երեխաները հրաժարվում են սնվելուց դրա հետ մեկտեղ ջերմության բարձրացման հետևանքով նաև երեխան ավելի կարող է թուլանալ, բայց շատ թույլ երեխան ատամների ձգտման ժամանակ չպետք է լինի։ Դա եւս մի նշան է, որը ձեզ ասում է, որ անպայման պետք է դիմել բժշկի։ Սակայն այդ ցավային սինդրոմը մենք կարող ենք մեղմացնել դեղամիջոցներով։ Իհարկե, չի կարելի շատ դեղամիջոցներ տալ։ Մենք փորձում ենք ամեն բան անել, որպեսզի բնական միջոցներով երեխայի ցավը մեղմացնենք։ Բայց եթե նկատում ենք, որ բնական միջոցները մեզ չեն օգնում, մենք դիմում ենք դեղամիջոցների, ըստ բժշկի թույլատվության իհարկե։ Գոյություն ունեն պարացետամոլով եւ իբուպրոֆենով տարբեր դեղամիջոցներ, որոնք մենք միշտ պետք է պահենք տանը, երբ մենք ունենք երեխա։ Դա մենք օգտագործում ենք եւ որպես ջերմիջեցնող միջոց, եւ որպես ցավազրկող միջոց։ Դա կարող է լինել իբուպրոֆեն պարունակող օշարակ, կարող է լինել պարացետամոլ պարունակող օշարակ, օշարակները տարբեր են լինում շուկայում, սակայն անպայման մենք միշտ տանը պահում ենք եւ իբուպրոֆեն եւ պարացետամոլ, որպեսզի կարողանանք երեխային օգնենք ցավի եւ ջերմության բարձրացման ժամանակ։ Նաև տեղային օգտագործման համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, քսուկներ, որոնք եւս մենք քսում ենք երեխայի լնդերին եւ մեղմացնում ենք ցավը։ Մշտապես պետք է հաշվի առնենք ինչ պարունակություն է այդ միջոցներում։ Ընտրություն պետք է տանք այն տարբերակներին, որոնց բաղադրության մեջ ավելի շատ բուսական միջոցներ են։ Դա կարող է լինել օրինակ երիցուկի հանուկ, կալենդուլայի հանուկ, տարբեր են լինում այսպիսի միջոցները, քսուկները անմիջապես տեղային ենք կիրառում, բայց անպայման հաշվի առեք, որ նման միջոցներ իրենց բաղադրության մեջ ավելի լավ է չպարունակեն լիդոկային կամ բենզոկային, ավելի շեշտ դրեք բնական միջոցների, որոնց բաղադրության մեջ բուսական պարունակություն է։ Հաջորդ միջոցը, որը օգնում է երեխային, դա իհարկե մայրական կաթն է եւ բալիկին կերակրումը կրծքով։ Եթե ձեր երեխան դեռ կերակրվում է մայրական կաթով, մայրական կրծքով, ապա անպայման անընդհատ այդ շրջանում, երբ երեխայի մոտ այդ սուր շրջանն է, երբ ատամը դուրս է գալիս, դա մի քանի օր է տևում, այդ շրջանում երեխային անընդհատ կրծքի դրեք, անընդհատ փորձեք օգնեք իրեն այդ կերակրման շնորհիվ եւ հանգստացնեք իր հույզերը այդ ընթացքում, որ շատ կարևոր է, անընդհատ փորձեք գրկեք երեխային, ոչ միայն կերակրեք, այլ նաև գրկեք, սիրեք, քնքշեք, գուրգուրեք, որովհետև երեխան ձեր կարիք այդ շրջանում շատ ունի։ Եվ հիմա եկեք խոսենք նրա մասին, թե որ շրջանից է սկսվում երեխայի ատամների մաքրումը։ Ըստ բժիշկների, ըստ մանկաբուժերի եւ ըստ ստոմատոլոգների առաջին ատամիկից սկսած մենք պետք է երեխայի ատամիկը մաքրենք։ Երբ երեխայի ատամիկը նոր է դուրս եկել, առաջինը մենք կարող ենք պարզապես խոնավ շորով մաքրել կամ մեր այս մատիկով, որը մենք արդեն ունենք, որը շատ փափուկ է, ռետինե գլխիկ ունի, սրանով բավական է։ Երբ երեխայի մոտ արդեն ձևավորվում են, դուրս են գալիս մյուս ատամները, այդ շրջանում արդեն մենք պետք է ունենանք մեր երեխայի համար նախատեսված առաջին խոզանակը, որը պարտադիր պետք է լինի 0
այսինքն նորածնային, այսինքն առաջին ատամի շրջանից պետք է լինի թույլատրելի։ Մազիկները այս խոզանակի շատ փափուկ են, չեն կարող վնասել երեխային, անպայման շեշտ դրեք նրա վրա, որ շատ փափուկ լինի մազիկները եւ 0+ գրված լինի։ Եվ առաջին իսկ ատամիկի դուրս գալուց մենք կարող ենք երեխայի համար կիրառել ատամի մածուկ, որը անպայման պետք է լինի 0+։ Այստեղ հաշվի առնում ենք այն փաստը, որ բաղադրության մեջ պարաբեններ պետք է չլինեն։ Գունանյութեր փորձեք ընտրեք այնպիսի տարբերակը, որը գունավորված չի, գունանյութեր չի պարունակում։ Ֆտոր չպետք է պարունակի, առաջին շրջանում դա շատ կարևոր է, որովհետև ֆտորը երեխան իհարկե կուլ է տալու առաջին շրջանում, երբ երեխան արդեն դառնում է 2 տարեկան, 2 տարեկանից սկսած մենք կարող ենք թույլ տալ մեզ գնել երեխայի համար այնպիսի տարբերակ, որը իր մեջ որոշ չափով ֆտոր է պարունակում, իհարկե նաև մանկաբույժի հետ քննարկելուց հետո, քանի որ երեխան արդեն սովոր է թքելու process-ին եւ մենք կարող ենք երեխային բացատրել, որ նա կուլ չտա այդ մածուկը, ֆտորով մածուկները այդ շրջանում արդեն թույլատրելի են։ Սա ամենակարևոր բաներն էին, որ դուք պետք է իմանայիք այդ շրջանում, թե մենք ինչպես ենք գործում, ինչ պետք է անենք, ինչպես պետք է օգնենք մեր բալիկին։ Սիրելի ծնողներ, պարտադիր հիշեք, որ երեխայի ատամների մաքրումը ոչ միայն կանխարգելում է կարիեսի զարգացումը երեխայի մոտ, այլ նաև ձևավորում է միկրոֆլորայի հավասարակշռությունը բերանի խոռոչում, ինչը երեխայի առողջության համար շատ կարևոր պայմաններից մեկն է։ Հիմա շատ կարևոր է հասկանալ, թե որ դեպքում մենք անհապաղ դիմում բժշկի։ Առաջինը, ինչպես որ ես արդեն նշեցի, եթե մինչև 12 ամսականը երեխայի մոտ դուք չեք նկատում ոչ մի ատամիկ, այդ դեպքում պարտադիր պետք է դիմենք մեր մանկաբույժին եւ հնարավոր է նաեւ մանկական ատամնաբույժին։ Հաջորդը, եթե երեխայի ատամների ձգտումը ուղեկցվում է թարախային, բորբոքային process-ներով, այդ դեպքում եւս պարտադիր պետք է դիմենք բժշկի։ Եթե երեխայի ջերմությունը շատ բարձր սանդղակների վրա է, այդ դեպքում եւս դիմում ենք բժշկի, որովհետեւ հնարավոր է, որ այդ շրջանը ուղեկցվի որևէ ռեսպիրատոր հիվանդության հետ կամ այլ որևէ հիվանդության հետ։ Նաև, եթե երեխայի մոտ թարախային արտադրություն կա քթից, այսինքն մենք այստեղ եւս հասկանում ենք, որ դա պարզապես քթահոսություն չի, այլ նաև կարող է որևէ հիվանդության պատճառ լինել։ Եթե երեխայի մոտ ատամիկը ծնվելուց է դուրս եկել, երբ երեխայի մոտ ատամիկը դուրս է գալիս ծնվելուց հետո 1 ամսական շրջանում, այդ դեպքում եւս անպայման դիմում ենք բժշկի, որովհետեւ բժիշկը որոշում է, թե ինչ ենք անելու մենք հետագայում։ Դա շատ վտանգավոր կարող է լինել, եթե այդ ատամիկը ամուր արմատ չունենա, ընկնի երեխայի շնչափողի մեջ, այստեղ էլ շատ կարեւոր է հաշվի առնել այդ փաստը, իհարկե դեպքերը շատ հազվադեպ են լինում, բայց հնարավոր է նաև այդպես լինի։ Այդքանը, այս բոլոր դեպքերում մենք անպայման անհապաղ դիմում ենք բժշկի, միշտ փորձում ենք երեխային հանգստացնել, լինել իր կողքին այդ շրջանում, չներվայնանանք երեխայի ավելորդ լացի ժամանակ, որովհետև պարզ կարող ենք գիտակցել, որ երեխայի մոտ այդ process-ը ցավոտ է լինում։ Երեխաներ կան շատ հեշտ եւ հանգիստ են անցնում այդ շրջանը։ Երեխաներ են լինում, որոնք շատ դժվարությամբ են անցնում, եւ ամենակարևորը ամեն երեխայի ատամիկի հետ ձևավորվում է մեր երեխայի գեղեցիկ փայլուն ժպիտը եւ մեր երեխան ավելի ամուր եւ ավելի ուժեղ է դառնում ամեն ատամի դուրս գալուն պես։ Եվ այսքանը սիրելի ծնողներ, այսօր խոսեցինք շատ կարևոր թեմայի մասին, որի ժամանակ մենք պետք է օգնենք մեր բալիկին իմանալով այն ամենը, ինչ մենք այսօր քննարկեցինք։ Այսպիսի պաշար դուք պետք է ունենաք տանը, երբ երեխան արդեն դառնում է մոտավորապես 4 ամսական, որովհետև ամեն երեխայի մոտ, ինչպես նշեցինք, այդ շրջանը տարբեր է լինում։ 4 ամսական, 5 ամսական, 6 ամսական այդ շրջանից սկսած այս ամենը ունեցեք ձեր տանը եւ փորձեք օգնեք ձեր երեխաներին, որովհետև այդ շրջանը իրենց կյանքի ամենակարևոր եւ ամենադժվար փուլերից մեկն է։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ
հաղորդման ժամանակ։ Առողջություն եմ մաղթում ձեզ եւ ձեր երեխաներին։ Մինչ նոր հանդիպում։